Ազգային ժողովում արդեն կան հեծը ազգայնացնելու մասին օրենքի նախագիծ եւ կից օրենքներում կամ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ ամեն ինչ տեղի կունենա օրենքով։ Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանության կապ չունեն։ Վարչապետի գնահատականն է Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տան խուզարկությանը, Սամվել Կարապետյանի ձերբակալմանը եւ նրա այդ ամենին նախորդած հայտարարությանը։ Կարապետյանը ասաց, որ մենք եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, այսինքն եթե քաղաքական մենք մեր ձևերով կմասնակցենք կամ կմիջամտնենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Դա արժանացել է եւ արժանանալու է կոնկրետ համարժեք գնահատական։ Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության մասին էր եւ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի։ Ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի տենց բան ասի, որովհետեւ գիտեք Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու հավաքներ անցկացնելու, քաղաքական եւ հանրային կյանքի մասնակցելու իրավունք, բայց Հայաստանի Հանրապետությանը սպառնալ որևէ մեկը չի կարող եւ ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել պետք չէ, վարչապետի շեշտադրումն է։ Իմ կարծիքով նաեւ այդ հայտարարությունը ընդհանրապես կապ չունի ոչ եկեղեցու, ոչ եկեղեցու շահերի հետ։ Ես ուղիղ 1 ամիս առաջ, 1 ամիս ժամկետով տվել էի կառավարության անդամներին, վերաբերելի անդամներին հանձնարարական, որ կամ հեծին կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի, այդ ինչ պատմություն է։ Հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ն է։ Սամվել Կարապետյանի ակտիվացումը Փաշինյանը կապում է հենց այդ ժամկետի մոտենալու հետ։ Այն, որ հեծի աշխատանքը Հայաստանում խնդրահարույց է, մարզային այցելությունների ժամանակ է պարզել Փաշինյանը, օրինակներ է ներկայացնում։ Որտեղ որ գյուղ գնում եմ, որ համայնք գնում եմ, որ մարզ գնում եմ, մարդիկ համատարած ինձ առաջ ուղիղ հարց են դնում, ասում են հոսանքը անջատվել է, մի հատ լվացքի մեքենա ունեինք վառվել է, մի հատ սառնան էինք առել վառվել է, հեռուստացություն էինք վառվել է, ով է դրա պատասխանը տալու։ Երբ որ դա հայտարարություններ եղան, չէ՞, որ պետություններ պետք է դասեն։ Երբ որ դա 1 դեպք է, 2 դեպք է, 3 դեպք է, դա ուրիշ իրավիճակ է։ Ես Լոռու մարզում այց եմ կատարել, Լոռու մարզի իմ այցի ժամանակ ես ուր մտել եմ հոսանք չի եղել։ Ուր մտել եմ կամ եղել է անջատվել է։ Դպրոց կլինի, մանկապարտեզ կլինի, հյուրանոց կլինի, մասնավոր հիմնարկ կլինի, համայնքային հիմնարկ կլինի։ Սա անհանդուրժելի վիճակ է։ Փաշինյանի հանձնարարականը միայն քաղաքացիների վնասների վերականգնման ուղղված չէ, այլև այդ անջատումների պատճառները բարձելուն։ Ըստ էության հեծը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել եւ հիմա նաեւ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Փաշինյանը Կարապետյանի վերաբերյալ Ռուսաստանից հնչող արձագանքներին չի արձագանքում։ Չեմ կարծում, որ այդ մարդիկ իմ մեկնաբանելու մակարդակի մարդիկ են, որ ես իրենց ասացի մեկնաբան։ Ռուսաստանի նախագահի եւ կառավարության ղեկավարի հետ փոխադարձ վստահության վրա հիմնված շատ սերտ աշխատանքային հարաբերություններ ունի, հայտարարում է Փաշինյանը։ Ես չեմ կարող հավատալ, որ նրանք Կրեմլից կարող է այդպիսի գործողություններ կամ կառավարությունից սպիտակ տուն անվանում ես կառավարությունից, կարող է Հայաստանի դեմ նման գործողություններ լինել, բայց չեմ բացառում եւ մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանում այնուամենայնիվ կան որոշակի շրջանակներ, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում կան այդպիսի շրջանակներ, ես վստահ եմ, որ կոնկրետ այս դեպքում այլ երկրներում կան որոշակի շրջանակներ, որոնք այս հիբրիդային
գործողությունների եւ հիբրիդային պատերազմի հետևում են կանգնած։ Բայց Հայաստանն ունի բոլոր կարողություններն ու հնարավորությունները կառավարելու այդ հիբրիդային ռիսկերը եւ ոչ միայն դրանք, ընդգծում է Փաշինյանը։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու պատճառների մասին խոսելիս Փաշինյանը նշում է. իր վարչապետության օրոք Աբազյանն ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում 5 տարի եւ աշխատել է ամենաբարձ շրջանում, արժանացել է, որ մի քիչ հանգստանա։ Արդյոք որոշումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի տանը իրականացված գործողությունների հետ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ինչ որ վերաբերվում է անվտանգությանը, այդ թվում հիբրիդային։ Իսկ արդյոք Արմեն Աբազյանը հրաժարվել է որևէ հանձնարարություն կատարել։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել ին որևէ հանձնարարություն կատարել։ Աշխարհաքաղաքական իրավիճակով ու տարածաշրջանում բարդ իրադրությամբ պայմանավորված վերջին օրերին ներքաղաքական հարցերի շուրջ լուրեր, մանրամասնում է Փաշինյանը, բայց իր պասիվությունը մյուս կողմն է օգտագործել հարձակումների համար, պնդում է Մայրաթոռին պատերազմ չի հայտարարել։ Չէի կարող, չեմ կարող եւ պատերազմ չեմ հայտարարել։ Պատերազմ հայտարարել են այն մարդիկ, ովքեր խախտում են հայ առաքելական եկեղեցու կանոնակարգը, խախտում են կուսակրոնության ուխտագիրը, խախտում են մեր ավանդույթները եւ իմ խնդիրը որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտի հավատարիմ ներկայացուցիչ եկեղեցին վերադարձնելն է հոգևոր արժեքներին եւ հոգևոր արմատներին։ Իր դիրքորոշումները հիմնված են հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, ազգային ժողով այդ գրքերն է բերել։ Այս գրքի մեջ կանոնները ձևակերպվել են 356 թվականից Աշտիշատի ժողովից սկսած, որտեղ հստակ ասվում է, որ կուսակրոնությունը խախտած եպիսկոպոսը, ես գիտեք, որ կաթողիկոսը նույնպես եպիսկոպոս է, կարգալույծ է արվում։ Նրանք չեն կարող ընդհանրապես խորանին մոտենալ, նրանք չեն կարող հաղորդակից լինել հայ առաքելական եկեղեցու սրբություններին։ Եվ դա ոչ թե ես եմ ասում, դա սահմանված է մեր նախնիների սուրբ ավանդով, պատգամով եւ կանոններով։ Գարեգին երկրորդին ուղղված մեղադրանքների ապացույցները կան։ Եթե խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ։ Իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Երբ որ կվիճարկեն, ես առաջարկել եի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Դեռ իր լրագրողական գործունեության ժամանակ է անդրադարձել եկեղեցու մարկա խնդիրներին, բայց երկար ժամանակ չի հավատացել այդ լուրերին։ Բայց այն պահից, երբ որ ինձ համար այդ փաստերը եղել են ապացուցելի, ես հասկացել եմ, որ չեմ կարող որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդ չեմ կարող ուղղակի անտարբերության մատնել այդ հարցը։ Կատարյալ անհեթեթություն է Փաշինյանի արձագանքն է այն խոսակցություններին, թե եկեղեցու ուխտին ոչ հավատարիմ հոգևորականներին ուղղված մեղադրանքների հետևանքով քաղաքացիների միջև կարող են բախումներ լինել։ Հայաստանում հեղափոխություն են իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգևոր, բացառապես հոգևոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Հայ առաքելական եկեղեցու հավատավոր հոտը ինքը կմերժի Պաշտոնապես վերահաստատում է հունիսի 20-ին այցելելու է Թուրքիա, այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Իսրայելի ու Իրանի հակամարտության ֆոնին Փաշինյանը Հայաստանին սպառնացող հավանական վտանգներ չի տեսնում։ Նախ ես ձեզ ասեմ, որ անվտանգության խորհրդի նիստ պարբերաբար է հրավիրվում։ Այդ նիստերի մասին հաղորդագրություններ չեն տարածում, քանի որ նիստերը նրա համար չեն,
որ Սյունիքի հետ կապված վտանգ կա։ Սյունիքի հետ կապված վտանգի մասին հայտարարություններն առհասարակ Փաշինյանը համարում է սադրիչ, չհիմնավորված, խուճապ գեներացնող։ Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է կրակել Սյունիքի գյուղերի վրա եւ չի արձագանքում խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հետ կապված, Փաշինյանը կրկնում է. Հայաստանը շարունակում է խորհրդակցությունները, բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ։ Այո, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ։ Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունը այն է, որ Հայաստանի Հանրապետության շուրջ եւ Հայաստանի Հանրապետության համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբեք չեն եղել, եւ ընդ որում նորություններից մեկը այն է, որ հիմա իմ գնահատմամբ Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու եւ հնարավորությունները օգտագործելու ավելի մեծ կարողություններ եւ հնարավորություններ ունի։ Ադրբեջանում պահվող հայ գերիների եւ ընդհանրապես բոլոր հարցերով աշխատանք է կատարվում ամենօրյա ռեժիմով։ Բնականաբար այդ բոլոր հարցերը չեն կարող մեր օրակարգից դուրս լինել։ Հիշեցնում է, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը։ Եվ ինչպես ասել են, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Քրիստինե Թորոսյան, լուրեր։